Ողջույն, սիրելի մադրիդիստներ, Պապա Պերես պոդքասթը շատ անսպասելի, բայց պահի հրամայականով կրկին եթերում է եւ դուք հավանաբար շատ եք կարոտել։ Մենք այս ընթացքում մի 3 փորձ ունեցել ենք այն վերագործարկելու, բայց թերևս հիմա ճիշտ ժամանակն է։ Եվ ինչպես միշտ, ես Ռոբերտ Մարկոսյանս, Արամ Սահակյան եւ Իշխան Մելքոնյան տրիոն ողջունում է ձեզ։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, հեռուստադիտողներ, լսարան, մի խոսքով շատ ուրախ ենք, որ վերադարձանք նորից։ Ու ձեզ հետ կլինենք սիրելի մադրիդիստներ։ Այո, կլինենք, հուսով ենք ավելի երկար, քան Ալոնսոն Ռեալի հետ, թեև առայժմ չգիտենք, թե որքան այս սիրո պատմությունը կտևի, իհարկե կուզենք, որ շատ երկար եւ հենց դրա հետքերով էլ այսօր կգնանք նաեւ, թե ինչպես եղավ, որ հասանք այս կետին։ Իհարկե հիշողություններում առայժմ շատ թարմ է, ինչքան էր ուրախությունը Ռեալի երկրպագուների շատ, երբ Ալոնսոն նշանակվեց Ռեալի մարզիչ, բայց ամեն ինչի մասին հերթով այսօր կգնանք, շատ ձեզ չենք զբաղացնի, բայց կփորձենք եւ նաեւ կիսվել տպավորություններով եւ իհարկե նաեւ լսել ձեր կարծիքը մեկնաբանություններում կարդալով, թե դուք ինչ եք կարծում, ինչպես ստացվեց, որ Ռեալը հասավ այս կետին եւ ինչ եք կարծում, կատարում է իր դերը եւ իր աշխատանքը լավ Ալոնսոն, թե ամեն դեպքում ուզում եք, որ Զիդանը հետ գա։ Ես անկեղծ չեմ ուզում, որ Զիդանը հետ գա, որովհետև չեմ ուզում, որ Ալոնսոն ձախողվի, չնայած այս պահին շատ խնդրահարույց է իրավիճակ թիմում, նախորդ 8 խաղերից ընդամենը 2-ում Ռեալը հաղթել։ Եթե խոսում ենք ամենավերջին խաղից Մանչեսթեր Սիթիի դեմ, ինձ թվում է Ռեալը բավականին լավ արձագանքեց ստեղծված իրավիճակին ու բազմաթիվ կադրային խնդիրներով վատ ֆուտբոլ չխաղաց, ճիշտ է, պարտությունը մնում է պարտություն, բայց դրական այսպես ազդակներ կային։ Ես կուզեի մի փոքր հետ գնանք ու հասկանանք ինչից սկսվեց այս ամեն ինչը, իսկ իրականում սկսվեց Էլ Կլասիկոից, որքան էլ կարա դա տարօրինակ հնչի, Իշխանն էլ իհարկե դա կհաստատի քիչ անց, Վինիսիուսի այդ փոխարինման դրվագը շատ մեծ ազդեցություն թողեց Ալոնսոյի երևի թե հեղինակության վրա ու ինչ որ կետից ամեն ինչ տենց թարս գնաց, բայց ես չեմ կարծում, այդքան էլ վատատես չեմ կարծում, թե ամեն ինչ կորած է, ու ինձ թվում է դեռ Ալոնսոն շանս ունի ամեն ինչ շտկելու։ Երկու մասի են բաժանվում հիմա Ռեալի ինձ ծանոթ ամենայն դեպս երկրպագուները, կարծիքը Ալոնսոյի վերաբերյալ, մարդիկ կան, որ Ալոնսոյին ուզում են, որ գնա, ու մարդիկ էլ կան, որ պաշտպանում են Ալոնսոյին։ Իմ կարծիքով Ռեալի խնդիրները այդքան էլ ֆուտբոլային չեն, այսինքն մենք տեսանք մրցաշրջանի սկզբում ինչքան դրական փոփոխություններ կային, որոշ դետալներ ուղղվեցին, մենք տեսանք որոշ խաղերում այն ֆուտբոլը, որը խոստացել էր Ալոնսոն, ճիշտ է, մի քիչ խակ վիճակում, բայց տեսանք այդ դետալները, եթե հիշում եք պաշտպանությունում շատ լավ էր Ռեալը խաղում, եթե չեմ սխալվում, 10-ից 7-ը 4 խաղեր էին, հարձակումը լավն էր, կիսապաշտպանությունում Կամավինգային էքսպերիմենտալ կերպով աճ եզր տեղափոխեց, բայց հա, կլասիկոից հետո մենք տեսանք խնդիրներ ու այդ խնդիրները ոչ այնքան ֆուտբոլային էին, ինչքան ցանկության, մոտեցման, ինտենսիվության, վազելու հետ կապված ամեն ինչ չի, որ մենք գիտենք, բայց ինչքանով որ մեզ տեղեկություններ են հասնում Իսպանիայից կամ միջազգային մամուլից, խնդիրներ են եղել հանդերձարանում։ Ինչ խնդիրներ կարան եղած լինեն, առաջինը կլասիկոյի ժամանակ է հայտնի դրվագը, մյուսը երևի չգիտեմ, էլի ինֆոներ են գալիս, որ Վալվերդեի հետ կապված խնդիր կա, որ Վալվերդեն չի ուզում աճ պաշտպանի դիրքում խաղա, հետո Վալվերդեն հերքեց մեծ գրառմամբ, բայց Ալոնսոյի քայլերն էլ ցույց տվեցին, որ գուցե այդ խնդիրը դեռ կա, քանի որ էլի ինֆո եկավ, որ արդեն հոգնել է Ալոնսոն Վալվերդեի այդ բողոքներից ու ստիպված Ռաուլ Ասենսիոին է օգտագործում աճ պաշտպանի դիրքում ժամանակ, այո։ Բայց այստեղ պարադոքսալը այն է, որ հաղթած կլասիկոից հետո սկսվում են խնդիրներ։ Թվում է, թե պետք է հակառակը լինի եւ թիմը պետք է ավելի մեծ մոտիվացիա ունենա նման հաղթանակից հետո։ Միշտ այսպես կլասիկոներում ինչ որ մի բան է տեղ ունենում, որը նորմալի մեջ չէ եւ եթե թիմը շատ լավ մարզավիճակում է լինում, պարտվում է կլասիկոյում, հետո նորից լավ է լինում կամ այսպիսի դեպքերում, երբ թիմը հաղթում է եւ թվում է այլ ավելի շատ պետք է ավելացնի, սկսում են
այս պատմությունները Ռաուլ Ասենսիոյի հետ կապված եւ Վալվերդեի եկեք մի պահ պատկերացնենք Վալվերդեի վիճակը, որ վերջապես թիմում կա աջ պաշտպան, ոչ մեկը, այն էլ երկուսը, որոնք թվում է թե պետք է ամբողջ մրցաշրջանում այդ ծանրությունը իրենց վրա տանեն եւ նա պետք է իր գործերով զբաղվի եւ մրցաշրջանի կեսն էլ չի ասել, նորից նա ստիպված է աջ պաշտպանի դիրքում խաղալ, կարծում եմ ինչ որ մի տեղ իրեն էլ կարելի է հասկանալ։ Իհարկե կարելի է հասկանալ, բայց ինչ անի մարզիչը, եթե վնասվածքներ են ստանում Կարվախալը Տրենտը ու ինչ որ լուծում պետքա գտնի ամեն դեպքում Ալոնսոն։ Ես նորից գալով City-ի հետ խաղին, ես դրական բաներ տեսա նաև ֆուտբոլիստների նվիրվածության առումով, City-ի հետ խաղից հետո օրինակ Ստիվեն Ջերարդը ասաց, որ ես չտեսա ֆուտբոլիստների, ովքեր ուզում են Ալոնսոյի հեռացումը, որովհետև շատ մեծ ցանկությամբ էին խաղում, ու թե Ռոդրիգոյի այդ ժեստը, որ ինքը գնաց Ալոնսոյին գրկեց, թե խաղից հետո Բելինգեմի մեկնաբանությունը, նույն Ասենսիոյի, Կուրտուայի խաղից առաջ Չուամենիի, ինձ մոտ դրական ինչ որ զգացողություն է առաջացնում, որ հանդերձարանը իրականում Ալոնսոյի կողմն է, բայց ինձ թվում է կան ամեն դեպքում մարդիկ այնտեղ, մեկին, որ ես հաստատ գիտեմ, այդ Վինիսիուսն է, դա չի քննարկվում, բայց այս եթերից առաջ ես օրինակ ստուգեցի Վինիսիուսի մարզավիճակը ինչ է ու խայտառակություն է ուղղակի 12 խաղնագոլ չի խփում Ռեալում ու նման ուլտիմատումներ, նման պահվածք իրավունք ունի ցույց տալ ֆուտբոլիստ, որը օրինակ մոտավորապես Մբապեի մարզավիճակն ունի։ Վինիսիուսը ինձ թվում է ասենց ընդհանուր ինչ որ այդ ոսկե գնդակ չնվաճելու պահից մինչև հիմա ինչ որ sense անհասկանալի իրողության մեջ է կորցրել է իր իսկական արժեքը, ինքը չգիտի էլ ինքը ինչքան է ընդհանրապես այս թիմի համար, ինչ է այս թիմի համար, ու իրականում ինքը էլ են ստատուսը չունի, ինչ օրինակ 23-24 մրցաշրջանից հետո էր, հա։ Ու ինձ թվում է Ալոնսոն հիմա ունի խնդիր, Արինի միջալոց շատ լավ ասեց, որ մենեջեր եւ մարզիչ լինելու մեջ հիմա Ալոնսոյի խնդիրները մենեջերական են։ Այսինքն դու պետք է հասկանաս դու ինչ անես, եթե օրինակ քո լավագույն ֆուտբոլիստը մարզմանը ուշանում է։ Դու ինչ անես, իրան չխաղացնես ու քո արդյունքները վատանան, թե օրինակ փորձես հաշտության եզրեր գտնել։ Հիմա Ալոնսոյի մոտ այս խնդիրն է, ըստ ավելի շատ մենեջերական է, իշխանը այդ բավ ինձ թվում է ճիշտ։ Ես գիտեմ ինչ պետք է անի, Ալոնսոն պետք է զանգի Հանսի Ֆլիկին, ով վերջերս նույնպես նման խնդիրների էր բախվել։ Դե հա, Ֆլիկը օրինակ այդ առումով ուղղակի ֆենոմեն է, մեկը ուշացավ այդ թիմ միտինգից, ինքը չի խաղում։ Լինի Ռաֆինյան, Յամալը, Լևանդովսկին, ով ուզում է լինի, ու դա ինձ թվում է ստանդարտներ է սահմանում ակումբում, դե ինձ թվում է ակնհայտ է, որ մեր շատ սիրելի Կարլո Անչելոտին Ռեալում այդ ստանդարտները ինչ որ կետից սկսել է չպահել, ազատություն է տվել չափից շատ խաղացողներին ու հիմա Ալոնսոն այդ ամեն ինչը կարգավորելու ճանապարհին է, մի հատ էլ խաղային խնդիրներ են առաջ գալիս, իսպանական մամուլն էլ բոլորս գիտենք ինչ է անում ու իրականում ամեն շատ բարդ է իր համար, բայց ոչ անլուծելի։ Հիմա Ալոնսոն ստացվում է, որ վատամարդ է դուրս գալիս բարի Անչելոտիի ֆոնին, այսինքն Անչելոտին ամեն ինչ է թույլատրել, ինչը բերել է շատ վատ հետևանքների, ինձ համար ցուցիչ են նախորդ մրցաշրջանի Բարսայի հետ խաղերը ու Արսենալի հետ խաղերը, չեմ ասում Լիվերպուլից կրած լիգայի փուլում պարտությունը, դրանք տենց լոկալ առանձին խաղեր են, բայց որ ցույց է տալի թիմի իրական պատկերը, ինձ թվում է կլասիկոներն են եւ Արսենալից գրած երկու պարտությունները, Անչելոտին եւ հանդերձարանը դրա ամբողջ պատասխանատվությունը պետք է կրեն եւ Անչելոտին արդեն կրել է, հիմա ֆուտբոլիստների հերթն է։ Ալոնսոն մեթոդաբանության առումով է լավ զարգացած մարզիչ, ինքը իր մեթոդները փոխանցելու խնդիր բայեռում չի ունեցել, որովհետև այնտեղ ոչ մեկ չի կանգնել ասել, չգիտեմ, ես Վինիսիուսն եմ կամ չգիտեմ ով եմ, ես չեմ ենթարկվելու։ Ես Բոնիֆեյսն եմ, հա, ես Պատրիկ Շիկն եմ ասել։ Իսկ Ռեալում այդ խնդիրը կա, Արամը շատ լավ նկատեց Վինիսիուսի մասով, իր կարծիքով, իր ներսում, իր կարգավիճակը հիմա Ռեալում փոխվել է։ Ոնց որ Սալահն է հիմա Լիվերպուլում ասում, ես շատ բան եմ արել, կարծում եմ ինքն էլ իր մեջ մտածում է, որ արդեն շատ բան է արել եւ պետք է ունենա ավելի լավ պայմանագիր, պետք է խաղա միշտ
ու պետք է խաղա այնպես ինչպես ինքն է ուզում։ Մենք մի քանի օր առաջ զրուցում էինք, ու ես այդ օրինակը բերեցի, որ Վինիսիուսը գիտես ում է նմանվել հիմա Ռեալում, որ մի հատ մարդ է լինում, որը քեզ մի քանի անգամ իրոք լավություն է արած լինում, բայց ինչ որ պայս սկսում է քո հանդեպ ոչ այդքան լավ բաներ անել ու անընդհատ երեսով է տալիս, որ քեզ ինչ որ մի պահի լավություն արել։ Այսինքն ֆուտբոլում դու ինչքան էլ ժամանակին շատ լավ ես խաղացել, լավ մրցաշրջաններ ես ունեցել, բայց մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Ռեալը դրա մասին չէ։ Ռեալը սենց սրբել տարել է բոլոր ֆուտբոլիստներին, նույնիսկ իր լեգենդներին, ովքեր 1-2 մրցաշրջան լավ չեն խաղացել։ Օրինակ Բեյլը ամեն ինչ արել էր այդ թիմի համար, բայց հիշում ենք իր այդ Wales Golf, Wales Madrid այդ նկարից հետո Բեյլին ինչ արեցին, այսինքն Ռեալում եւ ոչ միայն Ռեալում, էլի, ընդհանրապես ֆուտբոլում դու պետք է շարունակականություն ցույց տաս։ Այսինքն եթե մի մրցաշրջան վատ ես խաղում, բայց դու օրինակ մի քանի տարի առաջ Champions League-ի եզրափակիչում գոլ ես խփել, դա ոչ մի բան չի, այդ պահին ոչ մի արժեք քեզ չի տալիս, դա անցյալում է։ Այնպիսի տպավորություն է, որ Վինիսիուսը այդ ոսկե գնդակը չստանալուց հետո, այսպես գլոբալ ֆուտբոլից նեղացել է։ 1 տարի այդ ֆուտբոլիստը միջակ կարգի ֆուտբոլ է ցույց տալիս, ասենք երևի մի 5-6 եզրային հարցակվող շատ ավելի լավ են խաղացել։ Առանց Մբապեի վատ է խաղում, Մբապեի հետ վատ է խաղում, հավաքականում վատ է խաղում, Ռեալում վատ է խաղում։ Մարզավիճակը, կարգավիճակը եւ թիմի ամբիցիաները շատ մեծ նշանակություն ունեն եւ մի օրինակ պետք է բերեմ, որը հենց վերջը շատ իմ համար տենց տպավորիչ էր։ Լուկա Մոդրիչը, ով ոչ ավելի քիչ բան է արել Ռեալի համար, քան Վինիսիուսը, այսպես ձևակերպենք, իհարկե շատ ավելի շատ է արել։ Ռեալի պատմության մեջ ամենատիտղոսակիր այո, ֆուտբոլիստը։ վերջի վերջո։ Նա նախորդ մրցաշրջանում Ռեալում դուրս էր գալիս փոխարինման, խաղում էր 60 րոպե փոխարինում էր, իսկ ես երբ վերջերս Միլանում էի եւ դիտում էի Միլանի հանդիպումը, Լուկա Մոդրիչը խաղաց 90 րոպե առանց փոխարինման եւ խաղաց հրաշալի։ Սա խոսում է այն մասին, որ եթե անգամ դու Լուկա Մոդրիչն ես եւ կարող ես top թիմում top 90 րոպե անցկացնել, Ռեալի համար հնարավոր է դա բավական չլինի։ Դրա համար կան չեմպիոններ եւ կան ուղղակի լավ ֆուտբոլիստներ։ Մոդրիչը չեմպիոնների շարքից է եւ Ռեալի նախորդ սերնդի մեծ մասը չեմպիոններ են եղել։ Կրոսը, Ռոնալդուն, Ռամոսը, Բենզեման, իսկ Վինիսիուսը 2-3 տարի լավ է խաղացել, 20+ գոլ է խփել ու հիմա ասում է ես այսքան բան եմ արել ակումբի համար։ Այո։ Ես համաձայն եմ ամբողջությամբ, իդեպ հետ գալով հանդերձանում ես խնդիրներին, որը իրականում կարծում եմ մի փոքր չափազանցված է։ Ես մի օրինակ բերեմ, բացատրեմ ինչի է չափազանցված։ Կհիշեք, որ Անչելոտին արդեն գնում էր, եթե ճիշտ եմ հիշում, Մարկաներ հրապարակեց, որ Ռեալի ֆուտբոլիստները դժգոհ են մնացել Արսենալի դեմ պատասխան խաղից առաջ Անչելոտիի տակտիկական լուծումներից կամ կարելի ասել չլուծումներից, որովհետև ընդհանրապես ոչ մի բան չի առաջարկել թիմին։ Հիմա եկավ Ալոնսոն, մի քանի խաղ վատ գնաց ու Մարկան էլի գրում է, որ չգիտեմ, ինչ որ մարշի նկատմամբ վստահություն չկա եւ այլն եւ այլն։ Ես մի քիչ թերահավատորեն եմ դրան նայում, բայց ամեն դեպքում հանդերձանում ինչ որ խժդժություններ կան։ Ռեալը ինձ թվում է սխալ արեց, որ ամռանը այդ նույն Մոդրիչին ու Վասկեսին թողեց, որ հեռանան, որովհետեւ երբ որ կային Բենզեման, Կրոսը, Մոդրիչը, Կազեմիրոն դեռ Ռեալում էր, այս երիտասարդ խաղացողները, նույն Վալվերդեն, Վինիսիուսը ոչ մի բան իրենց չէին կարող թույլ տալ։ Ինչ որ տենց դժգոհություն արտահայտեին, որովհետև նենց տղեկ կային էլի այդ հանդերձանում, ամեն ինչ տեսած, ամեն ինչ հաղթած, որ թույլ չէին տա իրանց ներկայությամբ։ Հիմա իմ տպավորությունն է, որ Ռեալի հանդերձանում մի փոքր այդ բալանսը կորել է, որովհետև մնացել է մեծ հաշվով մենակ Կարվախալը, այդ լեգենդար դեմքերից, հա, որն էլ դե հանդերձամ չի լինում, անընդհատ վնասվածքներ, ու արդեն այդ Վալվերդեն, Վինիսիուսը գալիս են առաջին պլան որպես թիմի լիդերներ, ու ինչ որ բաներ են սկսում պահանջել, ցույց տալ, դե Վինիսիուս ինչ էր ասել կլասիկոյում փոխարինվելու ժամանակ, որ ես գնում եմ այս թիմից, չէ, ել չեմ մնալու, ինձ էս ամեն ինչը հոգնածնում է եւ այլն, ճիշտ է, հետո parza ներողություն խնդրեց։ Ուզում եմ ասեմ, որ ինձ թվում է Ռեալի ղեկավարությունն էլ որոշակի սխալ ունի։ Ես օրինակ Մոդրիչին չէի վաճառի։ Եթե ինքը մնալու էր ու այդ մակարդակը ցույց տար, գոնե մեկ մրցաշրջան մնար, որովհետև թե հանդերձանում է ինքը կարևոր, թե դաշտում։ Հաստատ համաձայն եմ այդ առումով, որ այդ մեծը պետքա լիներ հանդերձանում, ով նախ իր ստատուսով ցույց կտար, որ դուք առայժմ այդքան էլ չկաք, ինչքան ես կամ,
եւ դրա հետևանքով չեք կարող ավելին պահանջել, քանի դեռ չեք արել գոնե կեսը, ինչը արել եմ ես։ Դա շատ կարեւոր կլիներ եւ նա նաեւ կօգներ Ալոնսոին, կարծում եմ, շատ իր խորհուրդներով, իր նաեւ թիմում ունեցած ազդեցությամբ, որովհետեւ այո, երբ որ առաջիկ պլան են գալիս Վինիսիուսը, ինչ որ միտեղ Վալվերդենով կարող է այդ իր դիրքի հետ կապված նաեւ ինչ որ անհանգստություն ունենալ, այդտեղ արդեն ամեն ինչ խառնվում է իրար։ Իմիջիալից մի բան էլ ասեմ, թող իսկապես ներս չստացվի, որ այսինչ կատարվում է, ամեն ինչ տենց բարդում ենք Վինիսիուսի վրա, ամենևին ոչ։ Ես վստահորեն ասում եմ, Ալոնսոն էլ է շատ սխալներ գործել գալու պահից ի վեր, մարշական սխալների մասն է խոսքը, օրինակ City հետ խաղում Էնդրիկը 15 րոպե խաղաց, ավելի սուր խաղաց, քան բոլորը հարձակման գծում վերջին մի քանի խաղերի ընթացքում, այսինքն Էնդրիկին շանս չտալը, Գյուլերին այդքան վստահելը, լիքը խնդիրներ կա նաև Ալոնսոյի մոտ, բայց դա բնական է։ Ես լիքը խնդիրներ տեսնում եմ նաև ղեկավարության կողմից, այնպես որ միայն Վինիսիուսը չի, թող երկրպագուներն էլ տենց չմտածեն, որ ամեն ինչ բարդում ենք նրա վրա, բայց ընդհանուր առմամբ ակումբում հիմա նենց ժամանակաշրջան է, որ կարելի է անվանել սա Ռեալի երևի թե ամենամեծ ճգնաժամերից մեկը այս վերջին տարիների ընթացքում, բայց ես տեսնում եմ ճանապարհ սրա լուծման։ Ամեն դեպքում անցումային փուլ է։ Հիմա եթե նայում ենք լավ, ընդունենք կազմը շատ լավն է, մարշչի մեջ է խնդիրը, եթե կրկին քննարկում ենք Զիդանի անունը, մարդ, որը այդքան էլ աչքի չի ընկնում մեթոդաբանությամբ, ավելի շատ Անչելոտիի հետնորդն է, որպես լավ մենեջեր, բայց մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին էդ էլ քիչ է։ Այսինքն, եթե օրինակ 10 տարի առաջ դա աշխատում էր շատ լավ կազմով, իմ կարծիքով նախորդ մրցաշրջանը ցույց տվեց, որ դա արդեն շատ քիչ է հաշվի առնելով ֆուտբոլի զարգացումը, մյուս ակումբների զարգացումը, որքան համակարգային է դառնում ու հիմա արդեն ֆուտբոլիստները պետք է ադապտանան մեթոդաբանություններին, նոր սխեմատիկ ֆուտբոլին։ Իշխանը մի քանի օր առաջ ես նոր հիշեցի, շատ լավ բան ասեց, ասում է, եթե այդ աստղերը հերիք լինեին, Ռեալը հանգիստ կանցներ Արսենալին անցած մրցաշրջան, միշտ մեկը կա մտածում է, որ Ռեալի անցած տարվա կազմը ավելի թույլ էր, քան Արսենալինը անցած տարվա։ Իհարկե չէ, բայց Արսենալի այդ Արտետայի համակարգային մեթոդական ֆուտբոլը խժռեց Ռեալին։ Բարսելոնայինից էլ է ուժեղ իմ կարծիքով, եթե անհատի դեմ հիմա դնենք, հաստատ Ռեալին է ուժեղ է։ Սեն-Ժերմեն, Բավարիա, Մանչեսթեր Սիթի, դա նույն Ինտերը, որը էլի տարիներով այդ, չգիտեմ, այդ 3-5-2 սխեման sense բերել հասցրել են մի կետի, համակարգային են։ Ռեալի մոտ Անչելոտիի հետ էս 24 թվի Չեմպիոնների լիգան հաղթելուց հետո ինչ որ քայլեր չեն ձեռնարկվել այդ ֆուտբոլը դնելու համար։ Ալոնսոին բերելը այդ առաջին քայլն էր։ Հիմա ինձ թվում է ամենայն դեպս այդպես է տպավորությունը, պետքա հավատալ Ալոնսոին ու մի հատ էլ բան ասեմ, մարդիկ չիմանալով Ալոնսոն ինչ է արել, անկեղծ sense նայում են, հա դե Բայերի հետ բան չեմպիոնա դարել, թույլ էր Բավարիան այդ մրցաշրջան, ժողովուրդ չէ, Ալոնսոն ահավոր վատ վիճակում գտնվող Բայերին, որը երբ գլխավորել է Ալոնսոն Բայերը 17-րդ տեղում էր։ Բունդեսլիգայում դա նախավերջին տեղն է, եթե ինչ։ Չեմպիոնություն էլ կա, չեմպիոնություն էլ։ Ամբողջ մրցաշրջանում ոչ մի պարտություն այդ չլսված բաներ էլի։ Հա, ուզում եմ ասեմ Ալոնսոն դեռ ժամանակապետ, ես ասեցի ինքը ունի սխալներ։ Ինքն ինձ թվում է մենեջերական սխալներ էլ է այս ընթացքում թույլ տվել։ Կարող է մեկին վերաբերել անենց ոնց Բայերում օրինակ նույն այդ Պատրիկ Շիկին կամ Բոնիֆեյսին ամենայն հարգանքով իհարկե, բայց Ռեալում այնտեղ ուրիշ անուններ են։ Օրինակ Էլչեի հետ խաղում իմ կարծիքով սխալ էր Վինիսիուսին Պայստայինների նստարանին թողնելը, դա շատ մեծ ճոխություն է։ Հա, ուզում եմ ասեմ, ինքն էլ է դեռ էփվում, բայց մեծ շատ կարևոր բան կա, Ալոնսոն մեջի մարդ է, էլի, որ մեջի մարդը ասել էսի, Ալոնսոն Ռեալում եղել է։ Հա ինքը տենց ինչ որ Մոդրիչը չի եղել, ոնց որ կամ, չգիտեմ, Բենզեման, բայց Ալոնսոն Ռեալի շատ կարևոր ֆուտբոլիստ է եղել Մորինյոյի ժամանակ ու Անչելոտիի առաջին մրցաշրջանում 13-14-ին։ Ինքը այս ակումբը գիտի ներսից շատ լավ։ Այս ակումբի մշակույթը ու ինձ թվում է, այ եթե օրինակ լավ ալտերնատիվներ լիներ հիմա, չգիտեմ, Տուխելը ազատելներ, նույն Պոչետինոն ազատելներ,
կոնտեն ազատելներ, ասիր լավ։ Չէ, հիմա մենք նորից չկան, հետ ենք գնում չկան, Զիդանի այո։ Իսկ տարբերակին։ Զիդանը մարդը ով 4 տարի բանակցում է Ֆրանսիա հավաքականը գլխավորելու համար ու ոնց որ թե հեսա գլխավորելու է, էլի։ Զիդանը ոնց որ նախքին ելնի, որի մոտ միշտ կարած վերադառնաս։ Խմած ժամանակ զանգում ես։ Հիմա կակրաս այդ պահերից մեկն է ոնց որ, բայց չէ, կարծում եմ Զիդանի ժամանակը իրոք Ռեալում անցել է, առավել եւս որ դա ժամանակավոր լուծում է Մեկ լինելու։ տարբերակ կար, անկեղծ, եթե Ալոնսոն չէ, ես համաձայն կլինեի, դա Յուրգեն Կլոպի տարբերակն է, բայց դե Կլոպն էլ արդեն հոգնել է ասելուց, որ Եկեք հոգնել է։ դա էլ վերջնականապես ասենք եւս մեկ անգամ չի ուզում։ Նյետ ասել է Յուրգեն Կլոպը։ Ասել է ես իմ Red Bull-ը։ Դե իրոք արդեն քանի անգամ պետք է ասի, որ մարդիկ հասկանան ու հավատան։ Իմիջիալոց այս աղմուկը, որ բարձրացավ իսպանական մամուլում, ինձ թվում է նաև արթնացնող, հա, այսպես ֆունկցիա ուներ, սթափեցնող կոչեր, շնորհակալություն Ռոբերտ, բառը գտնելու համար։ Ինչու, որովհետև մենք գիտենք Ռեալը ինչ ազդեցություն ունի ու երևի թե այսքան տեղեկություն շպրտել մամուլ, որ Ալոնսոին կարող է հեռացնեն ֆուտբոլիստներից դժգոհ է նախագահ եւ այլն, սա էլ են որ կոչ էր ֆուտբոլիստներին, որ մի հատ լավ հավաքվենք, էլի։ Ու ես էս մեր եթերից առաջ նայեցի, որ ֆուտբոլիստներից շատերը Ալոնսոին ամբողջությամբ այսպես աջակցում են եւ հասկացել են, որ խնդիրը իրենց մեջ է, ավելի նվիրված են խաղալու։ Ինձ թվում է այս առաջիկա խաղերը Ալավեսի, Սևիլիայի եւ Գավաթային խաղը Տալավերա ակումբի հետ, անունը ինձ թվում է ճիշտ ասեցի, ամեն դեպքում որոշիչ են լինելու, որովհետեւ Ռեալը մնում է Ռեալ ու այստեղ վատ արդյունքները երկար չեն հանդուրժում։ Ով ուզում է լինի։ Երեք դեպ այդ հաղորդակցությունները որ եղան նախախաղային ժամանակ էլ Չուամենին էր ասել, Ռոդրիգոն շատ այսպես տպավորիչ, այսպես ոնց ճիշտ ասեմ, շատ տենց մեծասիրտ քայլ արեց այդ գրկախառնվելով, բան հաշվի առնելով որ նա թերևս ամենաշատ տուժված ֆուտբոլիստներից մեկն է Ալոնսոից, եթե մի կողմ դնենք Էնդրիկին, եւ զգացվում է որ ֆուտբոլիստները ցանկանում են, իհարկե միգուցե այստեղ Վինիսիուսի հետ էր ինչ որ խնդիր կա եւ նա այսպես մինչեւ վերջ չի կարողանում համակերպվել նրա հետ որ Ալոնսոին այդքան վստահում են, բայց սա ակումբի համար էլ ազդակ պետք է լինի, չէ որ Վինիսիուսի հետ էլ ամեն ինչ այդքան հարթ չի ընթանում, նրա պայմանագրի երկարացման հարցերը ու ելի մի շարք հարցեր ստիպում են ենթադրել որ միգուցե արդեն ժամանակը Վինիսիուսից բաժանվելու։ Ես գտնում եմ որ Ռեալում ինչ որ պահի պետքա լինի այս աստղային կազմից մի քանի օքու հեռանալը ու կարա լինի Վինիսիուսը այդ ֆուտբոլիստը, որովհետև ամեն դեպքում 2024-ի ամռանը Ռեալը կատարեց այս դարում ֆուտբոլային ամենամեծ գործարքներից մեկը։ Եվ այդ գործարքը Կիլիան Մբապեի գալն էր։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Ռեալի այս պրոյեկտը Մբապեի շուրջ է։ Եվ Մբապեի ներկայությամբ շատ ուրիշ աստղեր, օրինակ նույն Վինիսիուսը երկրորդ պլան են մղվում ու ինչ որ մի պահի ինձ թվում է կարա ակումբը նույն Վինիսիուսից էլ հրաժարվի, Ռոդրիգոից էլ, ինչը բնական երևույթ է ժամանակակից ֆուտբոլում, մեկ թիմում այդքան շատ աստղային ֆուտբոլիստ չես կարող ունենալ, այնպես որ Ռեալի ապագայի համար իսկապես ինձ թվում է կարևոր է ինչ որ պահի նաև համարձակ որոշումներ կայացնել։ Ոչ միայն ուղղակի աստղերի շատ լինելն է խնդիր այստեղ, որքան պարզապես մարզավիճակի, այսինքն մենք տեսնում ենք Վինիսիուս, որը 15 խաղ գոլ չի խփել, եթե հաշվի առնենք նաև հավաքականը, մենք ունեինք Ռոդրիգո, որը 31 խաղ գոլ չէր խփել։ Ես դեռ նախորդ մրցաշրջանից հետո էի մտածում, որ գուցե ժամանակն է Ռոդրիգոից բաժանվելու, որովհետև շատ անկայուն ֆուտբոլիստ է ամեն դեպքում, այսպես պահերով փայլում է, բայց ընդհանուր առմամբ Ռոդրիգոն վստահելի կարծես չլինի բոլոր խաղերում։ Մեկ խաղ լավ, 5 խաղ վատ։ Դե Վինիսիուսն էլ իր թե պահվածքով, թե մարզավիճակով կարող է դիտարկվել որպես գնացող ֆուտբոլիստ, հատկապես որ հիմա կան շատ լավ վինգերներ, այդ դիրքերում նույն Օլիսեն, նույն Դոկուն, ինչու ոչ Դեսիրեդուեն կարող են գալ Ռեալ ու Մբապեի հետ շատ լավ խաղալ։ Ես անկեղծ Լիվերպուլում խժդժությունների
ամենասկզբում հենց մտածում եմ, որ Լիվերպուլի համար շատ լավ տարբերակ կարող է լինել Ռոդրիգոն, թեև նրան տարիներ շարունակ ուղարկում են City Գվարդիոլայի մոտ, բայց միգուցե Լիվերպուլում Ռոդրիգոն իր համար այսպես աճ եզրում արդեն հարմարված կարգավիճակով կամ օրինակ Սալահին բերենք տանկ Վինիսիուսին Լիվերպուլ Սալահ քաղաքականությանը Պերեսիչի համապատասխանում այդ տարիքով տարիքի ֆուտբոլիստի ֆուտբոլիստի գնել։ Ամեն դեպքում ես ուզում եմ մեր հարթակն էլ օգտագործել եւ թիմին հաջողություն մաղթել առաջիկա խաղերում։ Ես հենց այս մեր եթերի ժամանակ մի հատ էպիզոդ հիշեցի, որը ձեզ պատմեմ, հաստատ դուք էլ կհիշեք, 20-21 սեզոններ ոնց որ թե երբ Ռեալը Զիդանի հետ շատ վատ շրջան էր անցկացնում, էլի այս հատվածներ ու Շախտյորին պարտվեցին, հիշում եք, Ուկրաինայում ու ինչ որ վատ հաշվով էր ոնց որ թե 2-0 էր, թե 3-0 էր նույնիսկ, չեմ հիշում։ Ու այդ ժամանակ գրում էին, որ Զիդանին կարող է հեռացնեն։ Ես շատ մեծ նմանություններ եմ տեսնում այս փուլի ու այդ փուլի միջև։ Ես հույս ունեմ, որ ակումբը կհաղթահարի այս բարդ շրջանը, որը թե խաղային է, թե կադրային է, մի հատ նայեք ինչքան վնասվածքներ ունի Ռեալը, ահա որ է ուղղակի այսքան կադրային խնդիրներով իսկապես Ալոնսոին չես նախանձի։ Ալավեսի դեմ խաղը ինձ թվում է եւ հետ հաջորդ մինչեւ տարեվերջ Ռեալի խաղերը շատ կարեւոր են, հուսամ թիմը իսկապես կկարողանա հաղթել ու գոնե լավ տրամադրությամբ նոր տարի մտնել, որտեղ հենց մեկնարկում ունի սուպեր գավաթ։ Ու ինձ թվում է Ալոնսոյի համար այս առաջիկա 1-2 ամիսները շատ կարևոր են լինելու։ Եթե կարողացավ այս կրիզիսը հաղթահարել, շատ հնարավոր է, որ թիմը կառուցվի ու գնա շատ հեռու։ Այս մրցաշրջանից անկեղծ ասեմ, ես չգիտեմ ինչ սպասել այս փուլում, ամեն ինչ կարա լինի։ Ռեալը այսպիսի մրցաշրջաններ ա ունեցել, որ ավարտել է ինչ որ անհավանական նվաճումներով, եղել է նաև հակառակը։ Սպասենք, տեսնենք։ Պարադոքսալը գիտեք որն է, որ Բարսելոնայի նկատմամբ հաղթանակից հետո ամեն ինչ գլխիվայր շրջվեց դեպի բացասականը, եւ City-ից գրած պարտությունից հետո կարող է հակառակ ընթացքը լինել, այսինքն պարադոքս է, որ պարտությունը կարող է սկսել նոր ավելի դրական շրջան, ու եթե նայում ենք հիմա մենք Ռեալի վիճակը, թե Չեմպիոնների լիգայում, թե Լա լիգայում, ամեն ինչ հնարավոր է փրկել, շրջել, եթե ավելի լավ դրական մթնոլորտում թիմը շարունակի խաղալ, ինչպես խաղաց City-ի դեմ, ճիշտ է պարտվեց, բայց պատկերը բոլորովին այլ էր Սելտայից գրած պարտության համեմատ, Էլչեի, Ժիրոնայի հետ խաղերի համեմատ, հնարավոր է շատ լավ մրցաշրջանի երկրորդ հատված տեսնենք տիտրոսներով նաև։ Իրականում պարադոքս չի, դա ֆուտբոլում կարծում եմ այսպես անկյունակարային պահերից մեկն է, որովհետև ճիշտն ասած վերջերս մարշչական լիցենզիայի թարմացման դասընթացների էի եւ ինձ հետ շուրջ 350 հայ մարզիչներ ամենաթոփերը եւս եւ այնտեղ ասում էին, որ թիմում ճգնաժամը դա նոր հնարավորությունների, նոր երգեր փնտրելու ինչ որ մի սկիզբ է, ինչ որ մի ճանապարհ է, որը ճիշտ գտնելու դեպքում կարող է շատ ավելի մեծ հաջողություններ հասնել եւ այս պարտությունը, որը ճգնաժամային իրավիճակի արդյունք է իրականում, բայց լավ ինչ որ նոտաներ ենք տեսնում դեպի ճիշտ ուղղություն, կարող է ի վերջո հաջողության հանգեցնել։ Փաստորեն եւս մեկ ալտերնատիվ ունի Ռեալը Ալոնսոին փոխարինելու։ Ես ուզում ասեմ իսկապես, բայց B կատեգորիա է արդեն։ Չէ, դա ընդհանուր Հայաստանում ինչքան գործող մարզիչ կա, ովքեր այս տարի ավարտում են լիցենզիաները, բոլորով միասին on-line դասընթացներ։ Ես հիշեցի քո եւ Պետրակովի այդ հայտնի ասուլիսի ժամանակ այդ երկխոսությունը, երբ Պետրակովը հարցրեց դու լիցենզիա ունես, թե չէ, ասեցիր ա ունեմ։ Զարմացա։ Շատ խնդալեր որ այդ սենյակից ում հարցներ բաց ինձնից, ասելու էին չէ, թարսի պես հենց ինձ հարցրեց։ Իսկապես, շնորհակալություն, ինձ թվում է, երբ թե ամեն ինչ ասեցինք, Ռեալի երկրպագուներին համբերություն, ծով համբերություն։ Այո, ես իհարկե վստահ եմ, որ թիմը այս ճգնաժամից դուրս կգա եւ ինչպես Ռոբը նշեց, իսկապես ճգնաժամը նոր հնարավորությունների սկիզբ է նաեւ, ու իսկապես որևէ բան կորած չէ, Բարսելոնան անցած տարի դեկտեմբերին 7 միավորով հետ էր Ռեալից, դարձավ Իսպանիայի չեմպիոն։ PSG-ն դե էլ չասենք, Չեմպիոնների լիգայում ինչ վիճակում էր, այնպես որ դեկտեմբերին չեն հաղթում Չեմպիոնների լիգա, Լա լիգա
սա process է, որը տեսնենք թե ուր կտանի։ Հիմա արժևում շատ կարևոր խաղեր են, ոչ միայն արդյունքների տեսանկյունից, թիմի թողած տպավորությունն էլ շատ կարևոր է լինելու։ Նայենք այդ խաղերը, հետևենք ինչպես է Ռեալը արձագանքում այս իրավիճակին, որից հետո ինձ թվում է էլի կհանդիպենք արդեն նոր բաներ կունենանք քննարկելու։ Այո, թերևս ամենաուրախալին երեկվա խաղում թիմի ցանկություններ, որը մենք տեսանք, որը չէինք տեսնում նախորդ խաղերին, եւ դրա համար նրանց շատ էին մեղադրում եւ մարզադաշտի սուլոցները, որոնք հնչում էին ոչ միայն մրցավարի հասցեին նախորդ խաղում, եւ այդ ամենը հաշվի առնելով այս խաղում էլ սուլոցները կրկին շատ էին եւ նրանք պետք է գիտակցեն որտեղ են հայտնվել եւ ինչի համար են հենց իրենք այդ թիմում խաղում ու կարծում եմ որ այդ կարևորագույն պահը անցել է արդեն գիտակցության ու վերաարժևորման ամեն ինչի ու թիմը միգուցե եւ շատ շուտով այն խաղը ցուցադրի, որը բոլոր երկրպագուները ցանկանում են տեսնել։ Մենք էլ փորձենք խոստանալ, որ ավելի հաճախ կհանդիպենք, քան 3 տարին մեկ եւ կփորձենք խոսել Ռեալի հետ կապված ամեն ինչի շուրջ։ Հենց այդ կապակցությամբ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր Papa Perez podcast-ի podcast-ային հարթակներին, որտեղ որ կգտնեք, YouTube-ում բաժանորդագրվեք եւ իհարկե մեկնաբանությունների հատվածում եւ նկարագրության հատվածում ես կթողնեմ նաեւ մեր Instagram-ները, միգուցե այնտեղ էլ հետաքրքիր կոնտենտ գտնեք Ռեալի մասին եւ արդեն կհանդիպենք մի քանի օր անց, կարծում եմ, երբ որ Ռեալը արդեն կփորձի այն հույսերը, որոնք մենք հայտնեցինք այսօր, ի կատարածել եւ արդեն կխոսենք վերջին իրադարձությունների շուրջ։ Այո, Անպայման։ Միանշանակ։ Այո, մինչ նոր հանդիպում, Հալա Մադրիդ, Ինադա Մաս։